Գյորջյան կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում խաչմերուկ հավելված հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ամեն հաղորդման ժամանակ մենք անդրադառնում ենք հերթական կարևոր միջազգային տեղեկատվությանը եւ փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում եւ ինչ է կատարվում մեր շուրջ։ Իմ գործընկերը անփոփոխ է միջազգայնագետ Գևորգ Հարությունյան, ողջույն Գևորգ։ Ողջույն Գրիգոր։ Այսօր առաջարկում եմ անդրադառնանք մեկ շատ կարևոր թեմայի, որի մասին շատ քիչ է խոսվում մեր հասարակության մեջ եւ վստահ եմ մեր հայրենակիցներից բավականին հատված, այսպես տեղեկացված չէ կամ շատ քիչ տեղեկատվություն ունի այն ինչ կատարվում է Անտարկտիդայում եւ առհասարակ ինչ որ կատարվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում եւ Հյուսիսային ծովային ուղու շուրջ։ Առաջարկում եմ այդ թեման այսօր։ Ես կասեի ոչ թե մեր հայրենակիցները, ընդհանրապես աշխարհում գրեթե այդ թեման չի Թեման շատ այսպես հախուռն մտավ, հա, միջազգային հարաբերությունների օրակարգ, բայց այդ մասին սկսել են շատ խոսել, այդ մասին սկսել են շատ քննարկել եւ հատկապես այդ թեմային սկսել են անդրադառնալ գերտերությունները եւ սա նշանակում է մի բան, այդ թեման կարեւոր է։ Նշանակում է, որ ինչպես ասում են, առանց կրակ ծուղ չի լինում, թեման էլ, եթե այդքան շատ են խոսում դրա մասին, ուրեմն եթե գերտերությունները հետաքրքրվում են, նշանակում է ինչ-որ պատճառ կա, որ այսպես այլ տարածաշրջանների կողքին հանկարծ սկսեցին անդրադառնալ նաև Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսին։ Միանշանակ թեման էլ լինելով բավականին երիտասարդ, շատ մեծ թափ է հավաքում։ Այո, բավականին երիտասարդ, այո, բավականին երիտասարդ, բայց միևնույն ժամանակ բավականին եւ կարեւոր եւ եթե մենք նայում ենք միջազգային մամուլը եւ հետեւում ենք միջազգային մամուլից ստացված տեղեկություններին, գրեթե ամեն շաբաթ այդ թեմայի վերաբերյալ տարբեր այսպես մեծ հեղինակություն ունեցող լրատվամիջոցներ այդ թեմային անդրադառնում են։ Եվ նաեւ պետություններն են այդ թեմային շատ անդրադառնում։ Ու գնալով դա ավելի շատ է դառնալու միանշանակ։ Նախ փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում Հյուսիսային ծովային ուղին, ինչ է դա, արդյոք դա նոր է ծագել, թե դա միշտ եղել է, բայց ուղղակի ակտուալությունը հիմա է դրա մեծացել եւ ինչպիսի ապագա ունի Հյուսիսային ծովային ուղին եւ ունի արդյոք ապագա միջազգային հարաբերություններ։ Դե եթե մի փոքր պատմական ակնարկ անենք, դեռ պոմորները տեղյակ են եղել, նրանք իմացել են այդ ուղու մասին։ Մասամբ այդ ուղին օգտագործել են նաև վիկինգները ժամանակին, բայց դե հայտնի մեծ հյուսային արշավանքը, ինչպես պատմագրության մեջ է նշվում, որը կազմակերպվել է 1733-43 այդ 10 տարվա ընթացքում թվականներին, կարելի ասել սկիզբ դրեց այդ ուղու այն ժամանակվա ձևաչափով զարգացմանը։ Եվ նաև հիշեցնեմ, որ շատ կարևոր դեր խաղաց Հյուսիսային ծովային ուղին մեծ հայրենական պատերազմի ժամանակ եւ որ Լենդ-լիզը եւ այսպես դաշնակիցների օգնության մի մասը գալիս էր ԽՍՀՄ, այո, գալիս էր Հյուսիսային ծովային ուղու։ Իդեպ դեկտեմբերի այսօր դե 19-ն է, իսկ դեկտեմբերի 17-ը Ռուսաստանում նշվում է որպես հենց Հյուսիսային ծովային այդ ճանապարհի օր։ Այսինքն դա նաև խորհրդանշական է եւ դա դեռ ԽՍՀՄ տարիներից է։ Այո, որ մեր հաղորդման ժամանակ անդրադառնում ենք այդ թեմային։ Լավ, հիմա փորձենք գալ այսպես ավելի շատ մեր ժամանակներ եւ հասկանալ, թե ինչ է կատարվում այսօր այդ ուղում եւ ինչպիսի նոր զարգացումներ կան։ Եվ ես առաջարկում եմ մենք թեման քննարկենք 3 ասպեկտով՝ աշխարհաքաղաքական, լոգիստիկ եւ նաեւ տնտեսական։ Հիմա սկսենք աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Ես ինչու եմ ասում աշխարհաքաղաքական եւ ինչու եմ դա առանձնացնում, քանզի եթե ուշադրությամբ հետևենք այդ պետությունների շարժին եւ պետությունների հայտարարություններին, այստեղ մենք կտեսնենք պետություններ, որոնք երբեք հյուսիսային չեն համարվել եւ նրանց համար հյուսիսը եղել է այսպես էկզոտիկ ինչ-որ մի բան, օրինակ Չինաստանի աշխարհագրություն զուտ։ Այո, զուտ աշխարհագրություն, բայց վերջին շրջանում աշխարհաքաղաքական բավականին լուրջ այսպես արդյունք են սկսել տալ եւ էֆեկտ է սկսել տալ նաեւ ողջ Արկտիկան եւ ծովային ուղու վրա եւ հսկողություն սահմանան եւ մասնակցություն Մասնավորապես այս աշնանը առաջին չինական
բեռնափոխադրումը, Չինաստանից բեռնափոխադրումը տեղի ունեցավ այդ ուղով դեպի Բրիտանիա, որը կազմակերպվել է Ռոսատոմ ընկերության կողմից, ողջ այդ լոգիստիկ գործընթացը։ Ես ուղղակի հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին եւ հայրենակիցներին, թե ինչու հենց Ռոսատոմ ընկերության կողմից, որովհետեւ հարգելի հայրենակիցներ, Ռոսատոմը այսօր ունի ատոմային սառցահատների ամենամեծ պարկը եւ դա է պատճառը, որ շատ պետություններ, որոնք պլանավորում են օգտվել հյուսիսային ծովային ուղուց, դիմում են Ռոսատոմին եւ նրա սառցահատների միջոցով են իրենց առևտրային քարավանները, նավերը կարողանում հասնել հյուսիսային ծովային ուղիով, հատկապես նրա սառույցներով պատված հատվածով եւ ճանապարհվում այն հասցեները դեպի եւ այն նավահանգիստները, որտեղ պիտի գնան եւ որի միջոցով նաեւ իրենց առևտուրն են իրականացնում ըստ էության։ Եվ ռուսական կողմը նաեւ իր հաղորդագրության մեջ նշել էր, որ ծրագրվում է տարեկան մինչև 400,000 տոննա բեռ Չինաստանը տեղափոխի այդ ուղով։ Տես, տնտեսականին դեռ մենք կանդրադառնանք ըստ էության, բայց խոսենք նաև ամենից կարևոր աշխարհաքաղաքական ասպեկտի մասին։ Արկտիկան այն տարածքն է կամ այն տարածքներից մեկն է, որ հայտարարվել է ժամանակին միջուկազերծ գոտի, այսինքն այնտեղ արգելված է միջուկային հրթիռների տեղակայումը եւ միջուկային փորձարկումները։ Ինչ ես կարծում, այո, պայմանագիր կա դրա հետ կապված կամ միջազգային իրավունք, բայց այս մրցակցության ավելացման ֆոնին եւ կոշտ մրցակցության ավելացման ֆոնին աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կլինեն արդյոք պետություններ կամ կլինի այնպիսի իրավիճակ, երբ պետությունները ուղղակի կտրվեն այդ գայթակղության եւ կփորձեն ակտիկան օգտագործել ոչ թե միայն գիտահետազոտական նպատակներով եւ առևտրային, այլ նաեւ այլ նպատակներով եւս։ Իմ կարծիքով այն կշարունակի մնալ միջուկա զերծ գոտի, որովհետեւ դիմենք թվերին կրկին աշխարհի ածխաջրածնային պաշարների օգտակար հանածոների 22%-ը, ինչը 1/4-ն է համարյա, հսկայական թիվ է, այո, Արկտիկայում, մասնավորապես համաշխարհային նավթի 13%-ը եւ գազի մոտ 30%-ը։ Իսկ քանի որ գնալով ավելի կարևոր են դառնում միջպետական հարաբերությունները, հենց տնտեսական հարաբերությունները, ես գտնում եմ, որ կլինի մի կոնսենսուս եւ այդ տարածաշրջանը կշարունակի մնալ զուտ գիտահետազոտական հետաքրքրությունների մի արեալ, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների զարգացման։ Ըստ իս միջուկային զենք այնտեղ մոտ ապագայում համենայն դեպս չի լինելու։ Այսինքն մենք կարող ենք առնվազն հետևություն անել սրանից կամ եզրահանգում անել, որ քանզի այդ ծեր ասած արդեն այդ տնտեսական կարևորությունը ածխաջրածինների այդ պաշարները, որոնք կան Արկտիկայում, դա բոլորին է պետք։ Եվ այստեղ կարող է կիրառվել բժշկական հայտնի մի վնասիչ սկզբունք, այսինքն այնպիսի գործընթաց չիրականացվի, որի արդյունքում բոլորը կկարողանան։ Ինչպես նաև մենք այստեղ բնապահպանական ասպեկտներ ենք բնականաբար հիշատակելու, որ այո, եթե այնտեղ միջուկային զենք մուտք գործի այդ տարածաշրջան, դա նաև էկոլոգիապես շատ մեծ վնաս կհասցնի, օրինակ նույն Ռուսաստանին։ Համաձայն եմ, բայց եթե փորձենք մնալ ամեն դեպքում թեմայի մեջ, աշխարհաքաղաքական առումով Արկտիկայի կարևորությունը նաև կայանում է նրանում եւ հնարավոր կլինի Արկտիկայում գործունեություն ծավալել, կախված թե պետությունները ինչպես կկարողանան հիմնավորել իրենց այնտեղ ներկա գտնվելը եւ ինչպես կկարողանան հիմնավորել, որ Արկտիկայի այդ հատվածը պատկանում է իրենց միջազգային իրավունքով եւ իրենք ամբողջությամբ իրավունք ունեն այնտեղ նաեւ իրենց տնտեսական գործունեությունը ծավալել եւ իրականացնել։ Քանզի այս պահի դրությամբ գիտես, որ Արկտիկայի հետ կապված կան նաեւ որոշակի տարաձայնություններ հյուսիսի պետությունների միջև, խոսքը իհարկե առաջին հերթին գնում է Ռուսաստանի Դաշնության, սկանդինավյան երկրներին, Նորվեգիա, հիմնականում Ֆինլանդիան այդքան քիչ, բայց հիմնականում Նորվեգիա եւ հետո Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ եւ Կանադա, ովքեր անընդհատ վիճում են, թե չեզոք գոտիները ինչքան են մեծ եւ ինչքան են իրենց տարածքները այդտեղ ծավալվում եւ ինչպես են իրենք դա կարողանում հիմնավորել։
Ես հիշեցնեմ, որ 2007 թվականին նման առաջին քայլ արեց ըստ էության Ռուսաստանի Դաշնությունը, երբ իրենք կարողացան ապացուցել, հիմնվելով իհարկե միջազգային իրավունքի վրա, որ Սիբիրից դեպի հյուսիսային Սառուցյալ օվկիանոս ստորջրյա շելֆը, որ ձգվում է, դա նույն Սիբիրի այդ պլաստի շարունակությունն է, իսկ եթե Սիբիրը միջազգայինորեն Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության մեջ է ճանաչված, հետևաբար Սիբիրի պլաստից դեպի հյուսիսային Սառուցյալ օվկիանոս ձգվող ողջ այդ շելֆը, ինչքան որ նա կգնա դեպի Սառուցյալ օվկիանոսի խորքը, այդքանը համարվում է ռուսական տարածք, իսկ դա հսկայական տարածք է, որտեղ կենտրոնացած է այդ քո ասած աստղաջրածիների առյուծի բաժինը։ Դե նույնը կարող է անել ԱՄՆ-ն, նույնը կարող է անել Կանադան, օրինակ նույն Նորվեգիան, իրենք էլ միջազգային իրավունքի շրջանակներում կարող են նույն քայլին դիմել, ինչը դա արվել է մոտ 20 տարի առաջ Ռուսաստանի կողմից։ Այո, բայց այստեղ շատ հետաքրքիր հանգամանք կա, չէ որ մինչև սկանդինավյան հատվածը ողջ հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի այդ հատվածը գտնվում է ռուսական ափամերձ շրջաններում։ Այսինքն այստեղ մենք ականատես ենք լինելու նաև ինչ որ մի շրջանում լուրջ պայքարի նույն Միացյալ Նահանգներ, Կանադա, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա եւ նաև ինչ որտեղ նաև Դանիա, քանզի Դանիայի տարածքային ամբողջականության մեջ գտնվող Գրենլանդիան, այո, անմիջական հատվածում է։ Հիշենք Տրամպի խոսքերը երկրորդ անգամ նախագահ դառնալուց հետո Գրենլանդիայի հետ կապված։ Այն նրա շահագրգռվածությունը վերցնել Գրենլանդիան։ Ինչով էր դա պայմանավորված։ Արդյոք դա աշխարհաքաղաքական նշանակություն չուներ եւ նպատակ չուներ, որովհետեւ այդ մեծ կղզին, որը բնակլիմայական պայմաններով նույնիսկ մեծ հաշվով պիտանի չէ բնականոն կենսագործության համար, միայն մի փոքր հարավային հատվածը մոտ 50,000 բնակչություն ընդամենը, բնական է, այստեղ իհարկե խոսքը աշխարհաքաղաքական ասպեկտն է առաջ գալիս։ Աշխարհաքաղաքական կենտրոնները կան, ինչպես ընդունված է ասել, ուժեղները կամ հզորները, իրենց առաջ խնդիր են դրել մի քանի պետության մեջ բաժանել Արկտիկան եւ այդ հնարավորությունը չտալ մանր պետությունների։ Եվ օրինակ այստեղ Տրամպի հաշվարկներով Դանիայի նման փոքր երկրին պետք է որ այսպես չանհանգստացնի եւ ինչին է պետք նրա առհասարակ Գրենլանդիան, քանզի Գրենլանդիան շատ ավելի մեծ է, քան Դանիան, մոտ 2-3 անգամ, հետեւաբար լավ կլինի եւ նաեւ դանիացիները ըստ Տրամպի տրամաբանության չգիտեն ինչպես կառավարել Գրենլանդիան, դրա համար ավելի արդյունավետ կառավարման համար ավելի ճիշտ կլինի, որպեսզի Գրենլանդիան զիջեն Միացյալ Նահանգներին։ Այո, իհարկե բոլորը շատ լավ հիշում ենք այդ հայտարարությունը, սակայն արդեն տևական ժամանակ է այդ թեման չի քննարկվում։ Բայց ես հիշեցնեմ Դանիայի կառավարության հետաքրքիր այսպես մանևրը դրա հետ կապված, որպեսզի դանիական կառավարությանը բնակչությունը չմեղադրի տարածքային ամբողջականության խախտման մեջ եւ չմեղադրի, որ իրենք անգործության են մատնված, ըստ էության ըստ միջազգային մամուլում տարածված տեղեկատվության իրենք այսպես ներքին խողովակներով Գրենլանդիայի ինքնավարության ներկայացուցիչներին, որոնք բաղկացած են եւ կազմված են տեղաբնիկներից, հիմնականում էսկիմոսներից եւ հյուսիսային ժողովուրդներից, այսպես հաղորդել էին, որ իրենք մեծ հաշվով դեմ չեն լինի, եթե Գրենլանդիան հայտարարի նույն Դանիայից անկախություն ցանկության մասին, այսինքն հաշվարկ այստեղ պարզ էր, որ Դանիայի կառավարության հետո չմեղադրեն տարածքներ զիջելու մեջ, այլ մեղադրեն հենց Գրենլանդիային։ Նշանակում է նույնիսկ մեղադրեն էլ չէ, պարզապես կհայտարարեն հիմնավորեն Գրենլանդիա այդ ժողովրդի կամքն է, այո, ցանկացել։ Այո, հանրաքվե անցկացնելը։ Բայց վերադառնանք մի փոքր այս կողմ եւ այստեղ նաեւ ակնհայտ է, որ սրվում է մրցակցությունը Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, քանզի օրինակ վերջերս մոտ մի 10 օր առաջ միջազգային մամուլը տեղեկատվություն տարածեց, որ Մեծ Բրիտանիայի եւ Նորվեգիայի միջև է համաձայնագիր ստորագրվել համագործակցության, այդ թվում է ռազմական համագործակցության մասին։ Այն, որ Մեծ Բրիտանիան հանկարծ հիշել է Նորվեգիային, դա նշանակում է նաեւ, որ հյուսիսում Մեծ Բրիտանիան ունի իր պլանները, որոնք ինչ որտեղ կարող են նաև խաչվել Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերի հետ։ Դե նույն Բրիտանիան եւ Նորվեգիան էլ երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են,
Այսինքն նրանք ի սկզբանե արդեն ունեն դե յուրե համագործակցություն։ Բայց այն որ հիմա են հիշել իսկ հիմա արդեն այո երկկողմանի ավելի նոր ձևաչափով իհարկե այստեղ աշխարհակաղակականությունն է հենց առաջինը եւ նայելով քարտեզին հասկանալի է դե Բրիտանիան շատ ավելի հարավ է չէ հարավում է գտնվում քան սկանդինավյան երկրները, ուրեմն այո, Անգլիան այնտեղ Բրիտանիան պլաններ ունի։ Նաև հիշեցնեմ մի շատ կարևոր փաստ, որի մասին խոսում են կրկին միջազգային լրատվամիջոցները։ Այ ինչու հանկարծ պետությունները սկսեցին հիշել Արկտիկայի մասին եւ լրատվամիջոցները երկու այսպես կարևոր պատճառ էին բերում, որի մասին արդեն մեկի մասին դու ասեցիր, այսինքն ածխաջրածինների արկայությունը, որը հսկայական չափերի է հասնում ըստ էության, եւ երկրորդը կապված է գլոբալ տաքացման հետ, այսինքն Արկտիկան գնալով այսպես սառույցները վերանում են եւ հնարավորություն է ստեղծվում տնտեսական գործունեություն իրականացնել։ Այո, կլիման ավելի մեղմ է դառնում։ Կլիման մեղմ է դառնում, սառույցները այսպես հեռանում են, ցամաքը սկսում է երևալ, հետեւաբար տնտեսական գործունեությունը սկսելու է լինել ավելի արդյունավետ եւ նաեւ ախորժակն է գնալով այսպես մեծանում պետք է։ Որովհետեւ օրինակ 40, 50, 60-ական թվականներին այդ տարածաշրջանում այն ժամանակվա տեխնոլոգիաներով եւ տեխնիկայով գործնեություն ծավալելը նույն ԽՍՀՄ-ի համար կամ նույն Կանադայի համար, որոնք եղել են այն ժամանակ էլ չէ, բարձր զարգացած պետություններ շատ բարդ է եղել։ Իսկ այս գլոբալ տաքացումը, որը վերջին այս մեր ժամանակաշրջանի արգասիկ է, այո, դրան կնպաստի։ Բայց այստեղ կրկին էկոլոգիական ռիսկերը պիտի հաշվեն։ Արդյոք անտրոպոգեն մարդկային միջամտությունը մեծ ծավալներով չի բերի օրինակ հյուսային սառույցի օվկիանոսի աղտոտվածություն։ Եվ այստեղ երկրորդ հանգամանքն է, որովհետև հազվագյուտ բավականին, ինչպես այսօր ընդունված ասել green, հա, կանաչ մաքուր տարածաշրջաններից է հազվագյուտ ոլորակի։ Եւ արդյոք այս գերտերությունների այսպես խելակորույս մրցավազքը ամեն գնով տեր կանգնել էներգակիրներին եւ վերահսկելի արդյունահանում իրականացնել, փաստի առաջ չի կանգնեցնի եւ բազմաթիվ օրինակներ կան, երբ որ այո այդ մրցավազքը էկոլոգիական աղետների է հանգեցնում։ Եվ հետեւաբար այստեղ Նորվեգիան լինելով դրա մեջ կարող է առաջինը կամ նույն Ռուսաստանը, Ես հենց Նորվեգիայի մասին եմ ուզում այս համատեքստում նշել, որովհետեւ դա այն պետություններից է, որը բնապահպանական հարցերին մեծագույն ուշադրություն է դարձնում, դե ինքը բուն Նորվեգիան էլ իր բնապահպանական ցուցանիշներով ամեն տարի թոփ լիդեր պետությունների շարքում է։ Եվ հենց նորվեգական մամուլից էլ կարելի է տեղեկանալ, որ իրանք այդ թեմաներին շատ զգոնև ու աչալուրջ են։ Աչալուրջ են, քանզի Նորվեգիայի եւ ուրեմն պարենային անվտանգության հարցն է սա, ձկնարդյունաբերություն, որը իր հնայի բավականին մասն է առյուծի բաժինն է կազմում, այո։ Այստեղ նաեւ մի հանգամանք էլ, որ Նորվեգիան այսօր օգտագործում է նույնն աղբյուրների ջուրը, որ հոսում է լեռներից, հետեւաբար եթե կլիմայական աղտոտվածություն լինի, նշանակում է նաեւ ջրի խնդիր են սկսվում։ Իսկ ջրի խնդիր աշխարհում կա։ Ջրի խնդիր առանց այն էլ կա։ Մի բան է դա կա հարավում, որի այսպես զտումը, որի վրա աշխատելը շատ ավելի հեշտ է ելնելով կլիմայական պայմաններից, բայց մի բան է, որ այդ խնդիրը սկսի հանկարծ նույն Նորվեգիան իր նավթի արդյունահանման պարագայում միշտ բախվում է խնդիրների հենց այդ բնակլիմայական շատ մի հանգամանք էլ կա։ Արկտիկայի սառույցների հալելը բերում է համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման, այսինքն այդ աղտոտված ջուրը չի մնալու միայն հյուսիսային սառույցյալ օվկիանոսում։ Դրա ցիրկուլյացիա լինելու ամբողջ աշխարհը իրենց վրա։ Հետևաբար սա համամարտկային խնդիր է եւ իհարկե հասկանալի է, որ մեր հաղորդման շրջանակներում արած կոչը շատ դժվար կհասնի հասցեատերերին, բայց ուղղակի իբրև բարի ցանկություն եւ խնդրանք այսպես մեծերին այնպես անել, որ իրենց տնտեսական գործունեության եւ աշխարհակաղակական մրցակցության պայմաններում չտուժի երկրագունդը եւ չդառնա հերթական էկոլոգիական աղետի պատճառ, բայց դա այն աղետների շարքին է պատկանում, Աստված մի արած իհարկե եթե լինի, որոնց հետևանքները 8 միլիարդ մարդ է իր վրա զգալու առանց չափազանցության։ Այո։
Այստեղ երկրորդ կարծիք չկա։ Այո, հիմա անցնենք երկրորդ հատվածին, լոգիստիկ խնդիրներ։ Մի փոքր խոսենք հյուսիսային ծովային ուղու մասին, ներկայումս ինչ է կատարվում, ինչպիսի այլընտրանք նա կարող է լինել արդեն գործող տրանսպորտային, այսպես ուղիներին, եւ արդյոք կարող է լինել այլընտրանք։ Այս պահի դրությամբ ես ուսումնասիրել եմ մի քիչ թվերը, 25 թվականի արդյունքները դեռ չկան, բայց 24 թվականին 23-ի համեմատ մոտավորապես 1.6 միլիոն տոննայով ավելացել է բեռնափոխադրումը հյուսիսային ծովային ուղով, 22 թվին առհասարակ չի եղել, այսինքն 22 թվականից է սկսվել փաստացի։ Դա համար, ինչպես մենք սկզբում հաղորդման նշեցինք, շատ երիտասարդ։ Այո, երիտասարդ թեմա է։ 22 թվականից է սկսվել այդ ամենը, բայց եթե մենք նայում ենք դինամիկան, ստացվում է, այս բան իհարկե համաշխարհային բեռնափոխադրումների 0.3-ից 0.4%-ն է ընկնում հյուսիսային ծովային ուղուն։ Բայց եթե մենք տարեկան դինամիկան նայում ենք, ակնհայտ է դառնում, որ զարգացող ճյուղ է սա, զարգացող ուղղություն է, եւ պետությունները գնալով շատ մեծ ուշադրություն են դարձնում։ Խոստումնալից ճյուղ, բավական։ Եվ նաև անվտանգ համաձայնվիր, քանզի պատերազմական գործողություններից հեռու, ծովահենության վտանգներից հեռու, այսինքն այն կարող է լինել Հնդկական օվկիանոսում եւ Կարիբյան։ Եվ ինչը որ կա, չի Սոմալի ծովահենների զորօրինակ չմոռանանք։ Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում հյուսիսի ժողովուրդներին այդ տաք մուշտակներով փորձել ծովահենություն այլ ցիվիլիզացիոն շերտ է այնտեղ, որովհետև այդտեղի պետություններն էլ դա ովքեր սահմանակից են այդ ուղուն։ Եվ նաև ավելի կարճ է ըստ էության լոգիստիկ առումով, ավելի հնարավորությունները մեծ են, քան հարավով այդքան այսպես խնդիրներով գնալ հասնել աշխարհի ինչ-որ հատվածներ։ Երկու կարևոր հանգամանք՝ կարճ եւ անվտանգ։ Բնականաբար, եթե խոսենք լոգիստիկայի խաղացողները, դերակատարները կշատանան, շահագրգիռ կողմերը կշատանան։ Հատկապես հյուսիսային երկրներն են շահագրգռված, քանզի այն ծառայությունը լոգիստիկ, որ նրանք են մատուցում։ Մի պահ որ նայենք քարտեզին, չէ՞։ Բացի պատանշած ԱՄՆ, Կանադա, Սկանդինավիա, Ռուսաստան, նաև Բրիտանիա, մերձ Բալթյան երկրներին է շատ հարմար։ Մեծ Բալթյան երկրները Բալթիկ ծովով ըստ էության միանում են այդ ուղուն, բայց օրինակ զուտ։ Բայց խոսենք հիմնականում այն մասին, որ ոչ բոլոր երկրները կարող են նաև լոգիստիկ ծառայություններ մատուցել եւ այդ հարցում Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստանի Դաշնություն մեծ հաշվով եւ ինչ որտեղ նաև Նորվեգիա։ Մյուսները չունեն, նույն Մեծ Բրիտանիան չունի ատոմային սառցահատներ եւ Մեծ Բրիտանիան եղանակային ինչ որ պայմանների պարագայում չի կարողանալու այդ ծառայությունը մատուցել։ Այստեղ էլ է մրցակցություն ավելանում պետությունների եւ մեծ օրինակ Չինաստանը կարող է նաեւ Չինաստանը ինքը դու արդեն նշեցիր օգտվում է ռուսական Ռոսատոմի ծառայությունից։ Իսկ քանի որ Չինաստանը մեծ տեմպերով է զարգանում, ասկան ատոմային սառցահատ ստեղծելը, իսկ Չինաստանը ինքը ատոմային պետությունը գերտերություններից է չմոռանանք։ Եվ մյուս կողմից, եթե մենք այլ տեսանկյունից անդրադառնանք, ինչ ես կարծում, հյուսիսային սառուցյալ օվկիանոսում եւ առհասարակ հյուսիսային ծովային ուղու շուրջ շատ պետությունների ներգրավվածությունը չի նպաստի արդյոք նրանց միջև համագործակցության զարգացման եւ այդ հատվածում այսպես տևական խաղաղության ապահովմանը։ Իհարկե, դա կբալանսավորի, ինչը շատ կարեւոր է, որքան դերակատարները կշատանան, այնքան ավելի մեծանա ստաբիլությունը։ Ինչն էլ ըստ էության ձեռնտու է մեծ բոլորից։ Եվ ինչպես նշեցիր, խաղաղությունը, երկարաժամկետ խաղաղություն կհաստատի, որովհետև ի վերջո, քանի որ բավականին շատ են լարված կետերը բոլորակում, պետք է գալ այն համոզմանը աշխարհի մասշտաբով, որ պետք է անել ամեն ինչը ի նպաստ, ոչ թե ի հակառակը։ Շատ լավ։ Եվ այսպես ամփոփելով մեր հաղորդումը վերջի հատվածի մասին խոսենք, արդեն ասեցիր դուք քո խոսքում սկզբում հաղորդման, որ հյուսիսային ծովային ուղին նաև ունի տնտեսական նշանակություն եւ Արկտիկան ըստ էության ունենալով այդ հսկայական պաշարները ունի նաև տնտեսական նշանակություն համաշխարհային տնտեսության համար եւ մի կողմից այո մենք խոսում ենք բալանսավորման մասին զուտ լոգիստիկ առումով, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ էներգակիրների վրա վերահսկողություն սահմանելու հետ կապված նաև մրցակցությունն է թեժանալու։ Հիմա մեր խնդիրը պետք է լինի ուղղակի ցանկանալ, որ այդ մրցակցությունը չբերի շատ լուրջ բախումների, այլ բախումները բացառապես լինեն ամբիոններից
եւ բախումները լինեն միայն թե քննարկումների ժամանակ։ Մրցակցության արդյունքում ձևավորվի բալանսավորված համագործակցությունի վերջում։ Շնորհակալություն այս թեման այսօր մեծ լուսաբանելու եւ օգնելու համար։ Հարգելի հայրենակիցներ, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս եւ Հյուսիսային ծովային ուղին շատ կարեւոր լոգիստիկ ուղի դառնալու նպատակ ունեն եւ ուսումնասիրություններն էլ ըստ էության ցույց են տալիս, որ գնալով մեծանում է պետությունների հետաքրքրությունը այդ հատվածի նկատմամբ եւ որը ունի եւ աշխարհաքաղաքական եւ անվտանգային եւ լոգիստիկ եւ նաեւ տնտեսական նշանակություն։ Ուղղակի մեզ բոլորիս պետք է եւ մեր ցանկությունն է, որպեսզի այդ մրցակցությունը չտեղափոխվի ռազմական դաշտ, այդ մրցակցությունը լինի բացառապես օրենքի շրջանակներում, միջազգային իրավունքի շրջանակներում, ինչը բնականաբար ողջ մոլորակի, ողջ երկիր մոլորակի անվտանգության համար նաև մեծ նշանակություն է ունենալու։ Այս թեման էր, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ Գևորգ հետ միասին, իբրև միջազգային հարաբերություններում լուրջ դերակատարում ունեցող թեմա եւ լուրջ այսպես նշանակություն ունեցող թեմա, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Շնորհակալություն։